Ինչը դրդեց ձեզ, որ դուք խոսեք այդպես ու ասեք, որ կարգալույց եղած քահանան իրավունք չունի պատարագ մատուցելու։ Ճիշտ ասած, գնալուց ես տեղյակ չէ, մենակ եմ լինելու, թե մենակ չեմ լինելու, կամ ընդեղ էլի մարդ կլինի, թե չի լինի։ Իսկ ինչ վերաբերում է ձեր մյուս հարցին, հա, ոնց որոշեցի կամ ինչը դրդեց, դե ոնց որ իմ դիրքորոշումը հայտնելու կարիք ունեի, իրոք իրավունք չուներ խորան բարձրանալու պատարագ մատուցելու։ Երևի, չգիտեմ, էլ ինչ ասեմ դրա հետ կապված։ Կարծիքը հայտնեցի, փորձեցի դիրքորոշումը հայտնեմ, այնքանով որքանով որ հնարավորությունս ներում էր։ Բայց դրանից հետո հետապնդումներ չեղան, այսինքն չփորձեցին ձեզ գտնել, զանգել կամ դեմքով թեկուզ սպառնալ հետագայում։ Չէ, նման բաներ չի եղել։ Երկու օր անցել է, հələ որ տես խնդիրներ չկա։ Շատերը ասում են, որ նաև ձեզ ծեծի են ենթարկել, այսինքն ինչ ձևով են ձեզ դուրս հրավիրել այդտեղից։ Չգիտեմ ասողի համար ծեծը ինչ է նշանակում, ինձ այնտեղ ամեն դեպքում ծեծի չեն ենթարկել, հրելով ուղղակի դուրս են հանել։ Բայց բերանը փակ ձևով են ձեզ դուրս հանել, չեք։ Բարձրաձայն էի միտքս։ Բայց դա նորմալ է, այսինքն ժողովրդավարական երկրներում։ Իսկ մերը ժողովրդավարական երկիր է։ Չէ, ոնց որ կներեք, բայց ես հարցին հարցով պատասխանեմ, հա, տենց ավելի տենց ինձ թվում է ճիշտ կլինի։ Դուք շատ լավ հարց տվեցիք, ժողովրդավարական երկրներում տենց է լինում, բայց արդյոք մենք ժողովրդավարական երկրում ենք ապրում։ Կամ առասարակ մեր պատկերացած ժողովրդավարությունը ո՞րն է, կամ մեր պատկերացած խոսքի ազատությունը ո՞րն է, այնա որ ով ինչ ուզի կասի ու երբ պետք է իրան պատասխանատվության կենթարկեն, երբ պետք է չեն ենթարկի, դա է ժողովրդավարությունը։ Իմ կարծիքով մի քիչ այլ է, իմ պատկերացմում ժողովրդավարությունն է, երբ որ ես իմ իրավունքները պաշտպանելու հնարավորություն ունեմ։ Ես չէի գնացել դեմ խոսքի ազատությունը իրավունքը ռեալիզացնելու, ես գնացել էի իմ հնարավորության սահմաններում իմ իրավունքը պաշտպանել, որի կարիքը պետք է ես չունենայի։ Եթե ձեր ասած ժողովրդավարական երկիրը լիներ, այսինքն կառույցները գործեին այնպես ինչպես իրենք պետք է գործեին, ինստիտուցիոնալ ձևով, ինստիտուցիոնալ հողի վրա լինեին ու իրենց պարտականությունները կատարեին, իմ այնտեղ գնալու կարիքն չէր լինի, որովհետև իմ խորին համոզմամբ, դա ոչ թե իմ խորին համոզմամբ տարբեր տեսակետներով ես դրա հետ համաձայն եմ, դա նաև քրեական օրենսգրքի հոդվածի խախտում է, երբ որ հոգևորականին թույլ չեն տալիս իր պարտականությունը կատարի, որովհետև այդ տարածքը հայ առաքելական եկեղեցու տարածքն է, ինքնատնօրինում, այնտեղ հայ առաքելական եկեղեցու ծեսերն են կատարածվում, բայց հայ առաքելական եկեղեցու կողմից օծված կամ ոնց ասած ավելի աշխարհիկ ասած արտոնագրված հոգևորականները իրավունք չունեն այնտեղ մտնելու, այսինքն թույլ չեն տալիս մտնելու։ Հենց այդ նույն օրը մի 200 մետր են կողմ այդ տարածքի տեր հայրը ու Արա Զորաբյանին ուղղակի քաղաքացիները թույլ չէին տալիս մտնել։ Իսկ ասում եք ժողովրդավարական երկիր չէ, ասենք այն ոստիկանները որտեղ կանգնած էին։ Այդ ոստիկանները մի մասը վստահաբար քաղաքացիներին, ովքեր տարբեր ակցիաների ժամանակ փողոց էին փակում, իրենց տանում էին բաժիններ, այն հիմնավորվում որ ասենք այդ մարդիկ այլոց ազատ տեղաշարժման իրավունքն էին խախտում, իսկ Տեր հոր եւ Արա Զորաբյանի եւ մնացած փաստաբանների ազատ տեղաշարժման իրավունքը խախտելու դեպքում այլ քաղաքացիների կողմից արդյոք չպիտի կանխարգելվեր կամ օրինակ վերացվեր այդ խոչընդոտը այն ուժայինների կողմից, ովքեր որտեղ կանգնած էին, խոսքը ոստիկանների ու ոստիկանական վերնախավի մասին է։ Դա ժողովրդավարական երկիր է, ես մի քիչ երկար պատասխանեցի ձեր հարցին։ Իսկ ովքեր էին ձեզ դուրս հրավիրողները, այսինքն իրավապահ մարմինների ներկայացուցիչներ էին, թե ուղղակի քաղաքացիներ էին։ Չէ, քաղաքացիները չեն դուրս հրավիրել, քաղաքացիներն ուղղակի իրենց անշնորհք են ողել ընթացքում, բայց դուրս հրավիրողները այնտեղ ասեցին ինչ-որ ՊՊՑ-ի աշխատակից եղել, հետո ոստիկաններն են հեռացրել եկեղեցուց։ Իսկ դրանից հետո ձեզ թույլ տվեցին մնալ եկեղեցու տարածքում, թե։ Չէ, դրանից հետո էլ չթողել, այսինքն ես արդեն որ ահագին հերվածել էին, էլ մոտի գնալու իմաստել չուներ, որտեվ ուշադիր էին, թույլ չէին տալիս մեծ հաշվով, ասենց ասենք։ Բայց նաև տեսակետ կա, որ, չգիտեմ, քպականների կամ իշխանականների կողմից սա արծարծվում է այնպես, որ դուք ուղղորդված կերպով եք այնտեղ հայտնվել ու կապ ունեք նախկին իշխանությունների հետ։ Ձեր այնտեղ գնալը ինքնաբուխ էր, թե ամեն դեպքում կազմակերպված։ Դա ազատության հրապարակում, չգիտեմ, ոնց որ ակցիայով եմ հանդես գալիս, այնտեղ մի օր մի հատ այտենց 5 տարեկի տղա մոտեցավ, ասեց այն գործերը ոնց է լավ է, նորմալ տալիս են, ասեցի հա օրը 20-25 հազար փող են տալի 2 ժամ կանգնելու համար, կուզես քեզ էլ կարամ բերեմ, քեզ էլ տան այդ փողը։ Հիմա ձեր հարցը պատասխանեցի, ինձ թվում է ես։
Չպատասխանեցի։ Ուղղորդված եմ։ Դե ինչ պատասխան, ասենք ես դրան պետք է արձագանքեմ, հա։ Դե քաղաքացիներն են այդպես ասում։ Քաղաքացիներն են այդպես ասում։ Հա, ես Ձեր պատասխանը իշխանականների։ Հա, ուղղորդված եմ։ Նախկինների կողմից ուղղորդված եմ եղել այնտեղ։ Ուրիշ մարդ չեն գտել ինձ են ուղղորդել։ Ահագին գումար են տվել։ Հա, ես պատասխանում քաղաքացիների կողմից հարցա, չէ՞, հնչում։ Հա, ուղղորդված եմ եղել, ահագին գումար են փոխանցել, հաշվիս են ուղարկել, խնդրելով ներկանալ այնտեղ ու բարձրաձայնել, որ Ստեփան Ասատրյանը իրավունք ունի խորանի վրա գտնվի ու այնտեղ պատարակ մատուցի։ Այսինքն ինչ պետք է պատասխանեմ ես այդ հարցին, այդ քաղաքացիներին ինչ պետք է արձագանքեմ։ Ասեմ, չէ, լավ չէ, ուղղորդված չեմ եղել։ Հիմնավոր եմ, որ ուղղորդված եմ, ապացույց ներկայացնեմ, որ ուղղորդված եմ եղել կամ չէ։ Ինչ անեմ, զանգերից ցույցակը ցույց տամ, հաշվի համարներս բացեմ, կանխիկ գումարս ցույց տամ։ Կողմից եք ուղղորդված։ Նախիններին։ Ես չգիտեմ այդ հարցին ոնց պետք է պատասխանեմ։ Իմ համար դա խորհուրդ է, այսինքն ինչ նշանակում։ Ասում են ուղղորդված են, դե որ ասում են մի բան գիտեն, եւ հա ուղղորդված եմ եղել։ Այսինքն ես եթե այդ հարցը բարձրացնող մտածում եմ, պիտի ասեմ չէ ու փորձեմ ապացուցեմ, բացարձակ խնդիր չունեմ։ Ես արել եմ ինչ որ արել եմ, մնացածը ով ինչ կարծի իր խնդիրն է, իր գործն է։ Իսկ այդ բարձրաձայնողների ներողություն իշխանամերձ կողմերից է, հա։ Դե հա, իհարկե։ Դե առավել եւս իրենց բան չունեն պատասխանելու։ Վերջին հարցը, ինչպես եք վերաբերվում նրան, որ միայն դուք եք այդ մասին խոսում, որովհետև դա համայն հայոց խնդիրներից մեկն էր կարծում եմ ու միայն ձեր մասնակցությունը ինչ եք կարծում, ինչ որ բան կարող էր փոխել այդտեղ կամ ինչ ձևով դա փոխեց։ Ստացվեց ձեզ մոտ տապալել ինչ որ բան, թե ամեն դեպքում իշխանությունը արեց այն ինչ ցանկանում էր։ Ես չգիտեմ ինչքանով ստացվեց տապալել, ինչքանով չէ, ամեն դեպքում արել եմ ինչ որ ճիշտ եմ համարել, արել եմ այն ինչ որ կարողացել եմ, դրանից ավել բան չէր կարող այդ բանին անել։ Բավականին դա կարողացա բարձրացնել իմ դիրքորոշումը հայտնեմ, որ հիմա թե ով ինչի համար է որոշում կայացրել, օրինակ, չգիտեմ, գնալ այլ եկեղեցի պատարակի, ամեն մարդ իր կարծիքն ունի, իր դրդապատճառն ունի։ Ես ոնց որ ինձ հարկ չեմ համարի ուրիշի փոխարեն ասեմ ինչի համար մեկը պետք է գար, ինչի համար չգար։ Միգուցե ես եմ սխալ արել, իրանք ճիշտ։ Ես չեմ կարող ասել։ Չունեիք աջակիցներ, ովքեր կգային ձեզ հետ։ Ես ոչ մեկին չեմ էլ դիմել։ Ում դիմել։ Ով որ հարմար գտներ կգա։ Բայց ոստիկանների հետ կապված ես կուզենամ եւս մի կարծիք հայտնեմ։ Իրենց գործողությունները լիովին օրինաչափ են։ Օրինաչափ են ոչ թե օրենքով են կամ իրավունքի տեսանկյունից տենց էլ պետք է լինի, այլ օրինաչափ են։ Ես այդ ուղղակի ամեն առիթ քան որ այդ հարցը անդադ հնչում է, ուզում ամեն անգամ այդ խնդիրը բարձրացնեմ։ Իրանց գործողությունը լրիվ օրինաչափ են, որովհետև մեր պետական կառավարման համակարգը այդպիսին է։ Այսինքն եթե կա իշխանություն ու ինքը նույն հարթության վրա դրվում պետության հետ, ուրեմն այն ոստիկանը, որ ծառայում է իշխանությունը, ծառայում է պետությանը։ Այս շատ ուրախ կլինեի, որ այդ արարքը, իհարկե ինչ ասեմ, շատ-շատերի կողմից դրական խոսքերի համար շատ շնորհակալ եմ, բայց շատ ավելի ուրախ կլինեի ու շնորհակալ կլինեի, որ խոսեին նաև դրա մասին։ Այսինքն խոսեին պետական համակարգի, նեխած համակարգի մասին, որը որ այսօր կա։ Արդյոք մենք կարիք ունենք դա փոխելու։ Արդյոք մեր խնդիրը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե այդ համակարգը, որի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը գործում է։ Որտեւ եթե նույն համակարգի շրջանակներում վաղ Պողոսը գա, Պողոսը նույն հնարավորությունն ունենալու է դա անի, թե չէ։ Արդյոք մեր հույսը այն է, որ հաջորդ մեկը, օրինակ, այդ նույն պայմանական Պողոսը լինելու է բարոյական, այլ ոչ թե անբարոյական։ Իսկ եթե անբարոյական եղավ, մենք էլի sense պատահական, չգիտեմ, ինչ որ հարցով հանդիպելու ենք ու դուք օրինակ հարցնեք, ոնց եք վերաբերվում Պողոսի իշխանությանը կամ Պողոս Պողոսյանի այս կամ այն գործողությանը ու ինչ է դա տալիս։ Իհարկե դուք ձեր գործն եք անում, բայց գլոբալ վերցած ինչ է դա տալի, ասենք օրինակ ես մեկնաբանում եմ, որ Նիկոլ Փաշինյանի գործողությունները եկեղեցու հանդեպ համարում եմ անբարոյական։ Ինչ է դա տալիս։ Եթե ինքը ունի այդ հնարավորությունը ու ոչ մեկ ինա դրա համար պատասխանատվության չի կանչում։ Մաքսիմում քաղաքական դիմադիր ուժերի գործողություններն են, ուստերն են, որ ինքը քաղաքական պատասխանատվության կանչի ներողություն, բայց ես դրա հույսն էլ չունեմ այսօր։ Ինձ ավելի շատ հետաքրքիր է, որ օրվա իշխանությունը անհրաժեշտ դեպքում իրավական պատասխանատվության կանչվի։ Առաջարկում դա առաջնորդություն դարձնել ոչ թե Նիկոլ Փաշինյանի հեռացումը, այսինքն Նիկոլ Փաշինյանի հեռացումը պետք է ընդհանրապես լինի միջոց այդ փոփոխություններին հասնելու համար։